Հանքարդյունաբերությունը միայն տեխնիկա եւ արտադրություն չէ, այն առաջին հերթին մարդիկ են իրենց փորձով, նվիրումով եւ ամենօրյա պատասխանատու աշխատանքով։ Հենց այդ մարդկանց է այսօր միավորել հանքագործի եւ մետալուրգի օրվա տոնակատարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Я хотел бы поздравить. Ես կցանկանայի շնորհավորել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ամբողջ աշխատակազմին հանքագործի եւ մետալուրգի օրվա կապակցությամբ։ Սա ավանդական տոն է եւ մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները։ Նշեմ, որ ընկերության բոլոր հաջողությունների հիմքում մարդկանց աշխատանքն է։ Ես ցանկանում եմ մաղթել հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ։ Այս վերջին կեստանին, որ մենք աշխատել ենք, կարող եմ ասել, որ համարվում է ամենալավ ժամանակահատվածը կոմբինատի պատմության մեջ։ Ես միանգամայն վստահ եմ, որ նման աշխատակազմի հետ ցանկացած հավակնոտ առաջադրանք հնարավոր է լուծել հաջողությամբ։ Հանքագործի եւ մետալուրգի օրվա կապակցությամբ պարգևատրվեցին ընկերության 18 աշխատակիցներ, որոնք վերջին տարիներին առանձնացել էին իրենց մասնագիտական բարձր արդյունքներով եւ նշանակալի ձեռքբերումներով։ Սա շնորհակալություն էր մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ զարգանում է Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Մենք համարում ենք, որ սա կարևորագույն տոն է օրացույցում, որովհետև մեր տնտեսության հիմքում հանքարդյունաբերությունն է եւ առանց հանքագործի, առանց մետալուրգի եւ նմանատիպ մնացած բոլոր մասնագիտությունների, որոնք աշխատում են մեր ոլորտում, անհնար է ունենալ հզոր տնտեսություն, անհնար է ունենալ հզոր պետություն եւ այդ առումով շատ կարևոր տոն է այսօր։ Նա ընդգծեց նախորդ եւ այս տարվա առաջին կիսամյակների ընթացքում շուրջ 50 միլիարդ դրամ է ուղղվել սարքավորումների ձեռքբերմանը եւ արտադրական ակտիվների արդիականացմանը, որը հենց ներդրում է ապագայի ձեռնարկության արդիականացման եւ նոր տեխնոլոգիաների մեջ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն Հայաստանի միակ ընկերությունն է, որը միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին։ 2 տարվա ընթացքում ընկերության ESG վարկանիշի ցուցանիշը բարելավվել է 20 կետով եւ գերազանցել միջազգային հանքարդյունաբերության միջին ցուցանիշը։ Մենք օրինակ կարևորագույն մի գործընթաց ենք սկսել, միջազգային կայուն զարգացման ստանդարտներ ենք բերում, որի մեջ նաև ներառված են ստանդարտներ, որոնք վերաբերվում են շրջակա միջավայրի ազդեցությանը։ Այդ միջազգային հիմա երկու տարբերակ կա, կանադական լավագույն ստանդարտը եւ կա միջազգային հանքարդյունաբերական ասոցիացիայի ստանդարտը։ Մենք հիմա այն փուլում ենք, որ պետք է ընտրություն կատարենք եւ արդեն սկսենք կիրառել Հայաստանում։ Այս ստանդարտը կիրառելուց հետո մենք արդեն պետք է մեր հանքարդյունաբերության գործող կազմակերպությունները, մետաղական հանքերը պետք է աշխատեն այդ լավագույն ստանդարտով եւ այդ քայլը մեր հանքարդյունաբերությունը արդեն կբարձրացնի լավագույն հանքարդյունաբերություն ունեցող երկրների շարքը։ Տոնական օրվա շրջանակում հանրությունը հնարավորություն ունեցավ նաև վայելելու լուսանկարիչ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի երկարամյա աշխատակից Նվեր Զելիայի լուսանկարների անհատական ցուցահանդեսը։ Լուսանկարիչը երկար տարիներ ֆիքսել է սյունիքյան կոլորիտը։ Անկեղծ ասեմ, էլի Սյունիքի ամեն մի անկյուն որևէ տե չկա եւ ինքը դաժե Սյունիքում էլ չկա, ամեն մի քարը իր յուրահատուկ տեղը եւ յուրահատուկ դիրքը, ծառը, չգիտեմ, բնությունը, վանքերը կան նման, բայց ոչ կրկնվող։ Ամեն մի նկար ստեղ ունի իր պատմությունը, որովհետև ստեղ նկարներ կա, որ էլի նույն ասածս չի կրկնվում, որովհետև չկա այդ դիրքը, այդ իրավիճակը էլ չի լինելու։ Դա արդեն անցել է պատմություն։ Ներքև նկարներ կա, որտեղ որ վետերաններն էին։ Դա ինձ համար օրինակ շատ թանկ նկար է, որովհետև այդ մարդիկ էլ չկան։ Կապանի երկրաբանական թանգարանի ցուցանմուշները այդ օրը եւս ցուցադրված էին, որոնք պատմում են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման մասին բրոնզե դարից մինչև մեր օրեր։ Գայանե Գաբոյան, Հայկ Բարսեղյան, Armenpress։